Ողջույն բարեկամներ, ձեզ հետ ինչպես միշտ My Culinary Versions խոհարարական ալիքն է եւ այսօր մենք կպատրաստենք հայկական ավանդական ուտեստ Սյունիքի ավանդական ղազան քաբաբ, ղազանի խորոված։ Կներկայացնեմ դասական բաղադրատոմսը։ Սա այն ուտեստն է, որ պատրաստվում է փակ, հաստ պատերով կաթսայում, ղազանում, հիմնականում բաց կրակի վրա։ Իհարկե գազօջախի վրա էլ են պատրաստում, բայց ըստ ավանդական ուտեստի, ուրեմն բաց կրակի վրա։ Հիմա ներկայացնեմ բաղադրիչները, իսկ դուք բաժանորդագրվեք եւ հավանեք մեր էջը։ Ուրեմն 6-ից 8 հոգու համար մեզ անհրաժեշտ բաղադրիչներն են. խոզի միս, ավանդաբար կողիկներ կամ ուզամաս 2-ից 2.5 կիլոգրամ, երբեմն խառնում են նաև գարան միս, խոշոր սոխ 6-ից 8 հատ, կարտոֆիլ 1-ից 1.5 կիլոգրամ, սխտոր 1 գլուխ ըստ ցանկության, աղ, սև պղպեղ, կարմիր աղացած պղպեղ ըստ ճաշակի, ըստ ցանկության, լավաշ կամ բարակ հաց 2-ից 3 հատ, կանաչներից մաղադանոց, սամիտ մատուցման համար։ Ուրեմն նախորդ ասեմ, որ այս ղազան քաբաբի մեջ ջուր կամ յուղ չի ավելացվում։ Շարունակենք, ինչ կաթսա, ինչ ղազան պետք է օգտագործել։ Օգտագործում ենք հաստ պատերով ղազան, չուգունե կամ երկաթե կափարիչով։ Դնում ենք կրակի վրա առանց յուղի։ Նախորդ նախապատրաստում են միսը, կտրատում են խոշոր կտորներով, աղ, սև պղպեղ, ցանում, լավ խառնում, բայց չեն մարինացնում։ Սոխը կտրատում եք խոշոր շերտերով, կամ կիսում եք, կամ 4 մասի եք բաժանում։ Հիմա ըստ շերտերի, ինչ հերթականությամբ դասավորել կաթսայի մեջ, ղազանի մեջ։ Ներքևում մի քիչ սոխ, վրան միս, այնուհետև կրկին սոխ, այնուհետև կարտոֆիլ, երրորդ, չորրորդ շերտը կարտոֆիլ, կամ ամբողջական, կամ կիսած։ Ցանկության դեպքում կարելի է դնել նաև սխտորի բջեղներ։ Վերջում մի շերտ լավաշ, որը կլանում է հյութը եւ չի թողնում, որ գոլորշին դուրս գա։ Ղազանը ամուր փակում է կափարիչով, եփում է միայն իր հյութով միջին կրակի վրա։ Առաջին 40-ից 50 րոպեները չպետք է բացել կափարիչը։ Ամբողջ եփման ժամանակը կազմում է մոտ 2-ից 2.5 ժամ։ Վերջնական փուլը։ Վերջնական փուլում կրակը ուժեղացնում ենք 10-15 րոպե, որպեսզի ներքևի մասում թեթև կարմրի։ Մատուցում ենք միսը ինչպես։ Շատ փափուկ է ստացվում, բառացիորեն պոկվում է, մատուցվում է լավաշով, թարմ կանաչիներով։ Քաբաբի հյութը ներծծած լավաշը ներքևից համարվում է ամենահամեղ մասը։ Հիմա ամփոփենք։ Ուրեմն ղազան քաբաբի վրա ջուր երբեք չեն ավելացնում։ Ղազանը չի բացվում եփման ընթացքում։ Լավագույնը բաց կրակի վրա փայտով։ Ավանդաբար համեմունքները շատ քիչ են, որպեսզի մսի համը գերակշռի։ Այսօրվա համար այսքանը, բարեկամներ, ամանորին ընդառաջ շատ համեղ ավանդական կերակրատեսակ, կհանդիպենք, ցտեսություն։